սենց մենք սխալ տեղ ենք գնում, վստահաբար սխալ տեղ ենք գնում, որովհետև ինչի էլեկտրական հեծանիվների մասին բան արեցի, հարցրեցի, որովհետև շատ ասում են Երևանում հեծանիվով տեղաշարժվելը բարդ է եւ այլն, նախ ես ասեմ ինքս հատուկ այդ նկատառումով նաեւ որ այցա լինում, առիթա լինում, այդ քաղաքներում հեծանիվ եմ քշում, տենց քաղաք չկա, որտեղ 100%-ով հարթ է։ Շատ տեղերում կան բարձունքներ, վերելքներ, վայրեջքներ եւ այլ, հարցը դա չի։ Բայց նախ սովորական հեծանիվով էլ կարելի գնալ նոր-նորքի զանգված, համեն դեպս ես անձամբ Երևանի բոլոր բարձրադիր թաղամասերով անցել եմ հեծանիվով, բայց երկրորդը այդ կան հեծանիվներ, որոնք էլեկտրական շարժիչով են, այսինքն առանց ջանքի, առանց մեծ ջանքի կարելի է բարձրանալ, բայց նույնիսկ եթե ջանքի մասին է, կներեք 1980 ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, որովհետև այդ խցանումը արդեն բան է, այդ խցանումները արդեն մարդու բանի նյարդային վիճակի վրա ազդում են, հետո այդ մարդը մտնում է սոցիալական ցանցեր, չգիտեմ ինչ, գնում է տուն, հարևանի հետ եւ այլն, այդ բանը, այդ նեգատիվը որևէ ձևով պետքա պարփվի եւ վստահ չեմ, որ բոլորն են տենց բան ձևով, հանդարտ ձևով պարփում։ Ես կառաջարկեմ, եթե հեծանիվները չկան, էլեկտրական հեծանիվը կա, որովհետեւ մեր ծրագիրն էլ չի աշխատում իմիջիայլոց, ոնց որ թե ուսանողական ուսանողների համար ընդունած ծրագիրը հեծանիվների, էլ չեմ ասում, որ չի երևում, որ ուսանողները սկսել են հեծանիվով գնալ դասի։ Ու սա պրոբլեմա, ես համոզված եմ դուք ինձնից շատ գիտեք խցանումների մասին, բայց այն որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի է։ Ու տենց մենք դա բառից բուն իմաստով ճգնաժամ չի կարելի տենց թույլ տալ, որ տենց իրավիճակը լինի, ընդհանրապես բոլոր երկրներում էլ լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ։ Դա խցանում չի, դա քաոս է։ Չի հասկացվում ինչ է կատարվում, ասենք ոնց որ մի սուբստանցիա լցնես տենց փողոցները ու տենց ողողվի փողոցները այդ բանով, այդ սուբստանցիայով, այսինքն ոչ կարգ կա, ոչ շարք կա, էդ էլ ուրիշ խնդիր է, որովհետև ուրիշ տեղերում նաև այդ խցանումները գոնե դասավորված են, իրանց արանքներով կարա մոտոցիկլը անցնի, մոպեդը անցնի, հեծանիվը անցնի, հնարավոր չի անցնել, ոչ մի բանով, նույնիսկ ոտով հնարավոր չի անցնել, որտեվ անդադ պետք է կամ ես մեքենային կպնես, կամ եմ մեքենային կպնես, եւ սա շատ լուրջ խնդիր է։ Այնպես որ ես կողմ եմ էլեկտրոմոբիլն, որտեվ ավելի լավ է խցանում էլեկտրոմոբիլով, քան խցանում ներքին այրման շարժիչով մեքենայով, բայց ընդհանուր խնդրը շատ լուրջ է։